Որ լույսը չմարի դասերի շրջանակներում մենք մեկ անգամ ցիտել ենք քրիստոնեական վարք սրբոցը։ Եվ ասաց հայր Հովսեփը հայր Հովտին. դու չես կարող լինել վանական, եթե չլինես կրակի նման ամբողջությամբ բոցավառվող։ Բուդդայականության մեջ թերևս նույնն է։ Իհարկե արտաքին հայացքից բուդդայականությունը մշտապես ընկալվում է որպես խաղաղության եւ անդորի մարմնավորում, եւ յուրաքանչյուր բուդդայական վանականին հերվից անգամ տեսնելիս միանգամից սրտին իջնում է անդորը։ Դա հիրավի այդպես է, բայց արդյոք բոցավառվող լինելը եւ անդորի մեջ գտնվելը հակասում են իրար։ Ընդհանրապես ոչ։ Իհարկե նորից անդորի հանդեպ մոտեցումը որոշակի ձևով տարբեր է, կախված բուդդայականության տարբեր անվակարգերից, որովհետև սկզբի մակարդակում, փոքր անվակարգում, մենք ասում ենք, քանի դեռ դու չես կարող հաղթահարել ամբողջ չարիքը քո սրտում արկա, լավ է խուսափես, եւ դրա համար քայլիր միայնակ ռնգեղջյուրի պես։ Հետագայում, սակայն անցնելով մեծ անվակարգին, մենք ընկալում ենք, որ բոլոր շնչողակները փոխկապակցված են, եւ զարգացումը պետք է լինի ի նպաստ, ի փրկություն բոլոր շնչողակների, եւ այդ ժամանակ այդ բոցավառվելը ել ավելի կարևոր է դառնում։ Սակայն երրորդ մակարդակում, մեծ անվակարգի մյուս փուլում, տանտրիկ բուդդայականության մեջ, մենք ասում ենք ընդհանրապես հնարավոր չէ գնալ հոգևոր զարգացման ճանապարհով, եթե դու չես եռում էներգիայով։ Դու հրաժարվում ես բոլոր մթագնություններից, կտրում ես մթագնությունների բոլոր արմատները եւ սակայն ներքուստ եռում ես, եւ միայն այդ եռքը օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եվ սակայն որ մակարդակում էլ որ լինենք, կա եւս մեկ բան, որ կարևորվում է բացի բոցավառվելուց յուրաքանչյուրի համար։ Դա արժանապատվությունն է եւ հիերարխիայի ընկալումը, որովհետև յուրաքանչյուր վանական շատ ավելի բարձր է, քան աշխարհիկ ցանկացած մարդ, եւ յուրաքանչյուր ամենաներքևի անգամ մակարդակի վանական շատ ավելի բարձր է, քան աշխարհիկ անգամ բարձրագույն իշխանությունները։ Սա առանցքային է, յուրաքանչյուր ուսմունքի համար թերևս հենց այդպես է։ Եվ կա հիանալի առակ, որը պատմում են զեն բուդդայականության մեջ, բայց որը կիրառելի է, ինչպես միշտ ասում ենք, բուդդայականության բոլոր դպրոցների, որովհետև ի տարբերություն ցավոք սրտի քրիստոնեական որոշողությունների երբեք կոնֆլիկտ իրականում չկար։ Բոլոր դպրոցները են, պարզապես տարբեր արահետները, տարբեր մարդկանց համար։ Եվ ըստ այդմ հիանալի առակ, որ մեկ անգամ կայսրի մարտիկները ճապոնական գնում են պատերազմի եւ անցնում են մեկ վանքի կողքով, սարերում գտնվող զեն բուդդայական վանքի, եւ քանի որ ուշ երեկո է, մոտենում են վանքին, թակում են դռները եւ ասում են մենք կարիք ունենք այստեղ գիշերելու։ Եվ վանականները ասում են իհարկե, դու կարող եք այստեղ գիշերել, ասում են վաղ առավոտյան մենք կշարժվենք դեպի մեր նպատակակետը, ասում են այո, բոլորը տեղավորվում են մարտիկները ու գալիս է հրամանատարը հիմնական ուսուցչին, վանահայրին եւ ասում է որ դե մենք մարտիկներ ենք, մեզ պետք է ամենալավ որակի բրինձ եւ ինչ ուտելիք որ ունեք ամենալավ որակի հատուկ մեզ համար, ու ինքը ասում է մենք մի տեսակ բրինձ ունենք եւ մի տեսակ սնունդ եւ այլը չունենք։ Ինքը ասում է բայց դու մեզ պետք է տաս ամենաշատը եւ ամենալավը, չէ որ մենք կայսրի մարտիկներ ենք։ Բայց պատասխանում է վանահայրը. գուցե դուք կայսրի մարտիկներ եք, բայց մենք երկնքի մարտիկներ ենք։ Սա հիանալի առակ է մեզ համար այստեղ եւ այժմ շատ բաներ սովորեցնող եւ առաջին հերթին նորից ու նորից հիերարխիայի ընկալում։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է եւ եթե որևէ մեկը որևէ բան չի հասկանում, ապա պատճառը միայն